Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես, Բայա Ղազարյանս և Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից և պետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքի, ազգային մշակույթի զարգացման և ինքնության պահպանման գործում։ Հարց է առաջանում. եթե եկեղեցին բարձրաձայնում է ազգային ինքնության պահպանմանը սպառնացող վտանգների մասին, նշանակում է միջամտում է պետության գործերին, կամ նորմալ է, երբ իշխանավորները իրենց հռչակում են եկեղեցու հավատավոր հետևորդ, բայց միաժամանակ հայտարարում են, թե մտահոգ են եկեղեցում տիրող անթույլատրելի բարքերով, կամ նորմալ է, երբ եկեղեցու սպասավորները ընդգծելով, որ իրենք նույնպես ՀՀ քաղաքացիներ են, մտահոգություն են հայտնում իշխանությունների վարած քաղաքականության մասով։ Եվ ուրեմն, որտեղ է սահմանը։ Հարցի պատասխանը քիչ անց, մինչև այդ քննարկենք Հովանավանքում տեղի ունեցածը։ Ասելիքս առավել ընկալելի դարձնելու համար փոքրիկ օրինակ բերեմ ոչ եկեղեցուն առնչվող։ Պատկերացրեք, վարչապետը որոշում է աշխատանքից նախարարի ազատել։ Հրապարակվում է նախագահի համապատասխան հրամանագիրը։ Բայց հարյուտես, որ աշխատանքից ազատված նախարարը չի ընդունում հրամանագիրը, հայտարարում է, թե նախագահը, վարչապետը լեգիտիմ չեն կարող իրեն ազատել պաշտոնից, ուստի ինքը դուրս չի գա նախարարությունից և կշարունակի պաշտոնավարել։ Չեք կասկածում, չէ՞ որ աշխատասենյակի հատակին փռելու իրապահների գործողությունները չեն ուշանա, իշխանությունը յուրացնելու հոդվածով հետապնդումը նույնպես։ Հիմա կա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնիի պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի Տեր Արամ Քահանա Ասատրյանին կարգալույծ հռչակելու որոշում։ Ստեփան Ասատրյանը ծանոթ է որոշմանը, բայց չի ենթարկում դրան։ Սա էլ բավարար չէ, Սուրբ Հովանավանքում պատարագ է մատուցում։ Իրապահները անտեսում են ապօրինությունները կանխելու Մայր Աթոռի հորդորը, չեն ապահովում Հովանավանքի քահանաների բնականոն ծառայությունը, ավելին քաղաքացիական հագուստով շրջապատում են Ստեփան Ասատրյանին, բերանը բռնելով եկեղեցուց անում են անցանկալի տեսակետ հայտնող քաղաքացուն։ Եվ ուրեմն իրավական պետության, օրենքի գերակայության, խոսքի ազատության ու ժողովրդավարական այլ կարևոր արժեքների մասին խոսելիս և որպես վատ օրինակ որոշ հարևաններին մատնացույց անելուց առաջ արդեն պետք է մտածենք։ Սուր թեմայի տաղավարում կրոնագետ Վարդան Խաչատրյանն է։ Այսօր Վեհափառ Հայրապետի օրհնություն ստանալը մեզ համար շատ կարևոր էր։ Ժողովրդի բազմությունը ներկա է, պիտի պատասխան տա։ Պարտավոր էիք ներկանալու։ Ոչ մի բանի պարտավորություններ չունենք։ Ծեսի խոչընդոտումը համարում է քրեական հանցագործում։ Կարեկինը աղջիկ ունի, թե չունի։ Իր կարգալույցի հրամանը առ ոչինչ է։ Կաթողիկոսը չի կարա կինո երեխեք ունենա։ Նկարները ունեմ։ Նա ոնց կարա մարդ կարգալույց անի։ Ինքը կարգալույց է։ Արդյոք իրավունք ունի կարգալույց հռչակված հոգևոր սպասավորը չընդունել հայ առաքելական Սուրբ եկեղեցու որոշումն ու շարունակել կատարել այնպիսի գործողություններ, որոնք վերապահված են բացառապես եկեղեցու սպասավորներին։ Ոչ, այդպիսի բան հնարավոր չի։ Բոլոր ժամանակներում եկեղեցին դա կառույց է, որի պայմաններում, եթե դու եղել ես կարգալույց, դու ոչ իրավունքը ունես այդտեղ ծիսակարգ իրականացնելու, ոչ քարոզխոսություն։ Այսինքն դու դուրս ես դրված եկեղեցական կառույցից։ Դու կարող ես անցնել կամայական այլ աշխատանքի, բայց ոչ եկեղեցու ներսում համապատասխան գործին, որը հոգևոր անձինք են իրականացնում։ Կապ չունի ինչ մակարդակի վրա է այդ հոգևոր անձը, եթե նրան կարգալույց արեցին, նա պետքա դուրս գա։ Եվ մենք էլ տեսել ենք բազմաթիվ այդպիսի անձինք արքեպիսկոպոսներից սկսած։ Արքեպիսկոպոսել ենք տեսել, որ կարգալույցը արվել, նրանցից ոչ մեկը չի եկել եւ նորից չի մտել եկեղեցի իր հավակնություններով, այդպիսի բան չկա։ Ինչպես կարող է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ստիպել կարգալույց հռչակված անձին լքել եկեղեցու տարածքը, գործնականում արգելել կատարել եկեղեցական ծեսեր։ Ծայրահեղ դեպքում կարող է փակել եկեղեցու դռները եւ այլևս թույլ չտալ, որ մտնի, բայց
տվյալ դեպքը փաստորեն ունի իր ետևում կանգնած նաև իշխանության բարձրագույն կրողների սատարումը, ինչը ես համարում եմ տառացիորեն սխալ մոտեցում, տառացիորեն համարում եմ, որ դա հայոց առաքելական եկեղեցու պառակտմանը տանող քայլեր են, ինչը որևէ ժամանակաշրջանում չի արդարացվել, այդպիսի բան փաստորեն, որ սերունդները գնահատեն որպես դրական չկա։ Սահմանադրության համաձայն եկեղեցին եւ պետությունը անջատ են եւ կառավարությունը որևէ կերպ չի կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Իշխանավորները նշում են, թե հանդես են գալիս ոչ թե որպես պաշտոնյաներ, այլ որպես քաղաքացիներ, եկեղեցու հետևորդներ։ Դա այդպես է։ Ինչպես կարող է դա լինի, եթե ինստիտուտների պաշտպանության ներքո է տեղի ունենում, այսինքն կա ոստիկանություն, կան դատախազության ներկայացուցիչներ եւ այլն, դրանք իշխանության ինստիտուտներն են, ավելի ճիշտ ասած, այն գործիքներն են, որոնցով նա օպերացիաներ է կատարում հասարակության ներսում։ Հիմա եթե այդ մարդիկ եւս ներքաշված են, այդտեղ չարժի այլևս արդեն խոսել, թե դա մասնավոր անձի հայոց առաքելական եկեղեցուն պատկանելության շրջանակում կատարած քայլեր են եւ հավակնություններ, որ այդ կոնկրետ դեպքը պետք է շարունակվի եկեղեցու ներսում որպես եկեղեցվո ներքին process, որին մասնակցում է եւ խթանում է, ասենք, ներկայիս իշխանությունը։ Մի շարք եկեղեցականներ հրապարակային հայտարարություններ են անում, քննադատում իշխանություններին, նշելով, թե իրենք եւս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ դիրքորոշում արտահայտելու իրավունք ունեն։ Որտեղ է եկեղեցու եւ պետության միջև սահմանը։ Եկեղեցու եւ պետության միջև սահմանը գտնվում է այնտեղ, որտեղ եկեղեցին ինքը իր ստրուկտուրաների շրջանակում գործում է, սա Վատիկանը չէ, այսինքն կաթոլիկ եկեղեցի չի, որը ունի իր պատկանելության սուվերեն տարածքները, ինչպիսին է Վատիկանը, բայց եկեղեցու ներսում պետությունը, ինչպես նշեցինք, ուղղակի գործառույթներ կիրառելու հնարավորությունը եւ իրավունքը չունի։ Բարձրացնել խնդիրներ ամեն դեպքում եկեղեցու ներսից ի վիճակի են, եթե խոսքը վերաբերում է կաթողիկոսի անձին, միայն եպիսկոպոսած դասը։ Եթե եպիսկոպոսած դասից, ինչպես տեսնում եք, մարդիկ չկան, որոնք եպիսկոպոսած դասից են եւ հայտարարություններ անում, որ մենք էլ ենք ուզում, եթե դա չկա, ինչպես եւ ծայրագույն վարդապետների մեջ չկան, դա նշանակում է, որ դա ավելի ցածր օղակներում գոյություն ունեցող մարդիկ են, որոնց խնդիրը ըստ էության իրենց հանդեպ ուշադրություն հրավիրելն է եւ մենք պատմական ցավոք սրտի նաեւ դառը օրինակ ունենք դրա հետ կապված թոնդրակեցիների շարժումը այդպիսի շարժում է եղել ծով արյուն խլելով հայ ժողովրդից միջին շրջանի միջնադարյան 9-10-րդ դարերի ասենք շարժումը եւ այդ շարժումը վերջին հաշվով շատ ծանր նեգատիվ հետևանքներ թողեց։ Մի շարք պաշտոնյաներ հայտարարում են, թե ամենայն հայոց կաթողիկոսը զավակ ունի, ուստի պետք է հեռանա մայրաթորից, ովքեր եւ ինչպես պետք է քննեն այս տեղեկությունը եւ ինչպիսի որոշում պետք է կայացնեն։ Որևէ կերպ չեն կարող քննել, եթե խոսքը վերաբերում է եկեղեցու շրջանակին, որովհետեւ եկեղեցին չունի այդպիսի օրենք, կետ։ Ինչու՞, որովհետև եկեղեցին տրադիցիոնալիստական կառույց է, եկեղեցու հիմնադիրը Գրիգոր Լուսավորիչն է, ինչպես ես գաղտնիք չեմ բացահայտում բոլորի համար, նա եղել է ամուսնացյալ եւ ունեցել է 2 երեխա։ Այսինքն 2 տղա, երկուսն էլ դարձել են կաթողիկոս վերջին հաշվով, մեկը ամուրի է եղել, մյուսը նորից ամուսնացյալ։ Ամուսնացյալ լինելը եկեղեցու ներսում սովորական երևույթ է եղել։ Ինչից ելնելով, որպես տրադիցիա, միայն հիմնադրով անգամ կարելի է փակել այդ հարցը, հայտարարելով, որ եթե այսպիսին ակու տրադիցիան, ինչի մասին է այսօր խոսքը, դա քննել կաթողիկոսի խնդիրը կարող է միայն եպիսկոպոսած դասը, այն էլ մեկ խնդրով, որքանով է նա հայոց առաքելական եկեղեցու դավանաբանությունից շեղվել եւ եթե դեմ է գնացել, կարող է հանվել, որտեղ նա օցիալ է եւ չի համարվում, որ նա ընտրված է մարդկանց կողմից։ Ընտրությունը իրականացնում է Աստված։ Եվ երբ որ դրեցին այդ եպիսկոպոսները 12 ձեռքերը, նա օցիալ է արդեն։ Եվ նրան հանել, այնպես ինչպես մենք պատկերացնում ենք, էլի, որ աշխարհիկ որևէ պաշտոնից ինչ-որ մեկին հանել, այդպիսի բան չկա։ Այստեղ պետք է քննարկվի այդ հարցը պետք է քննարկվի որպես կանոնագիր կայացով, մասամբ կարող է քննարկվել նաև Գոշի դատաստանագրքով, բայց այնտեղ համանման կետ ռադիկալ բացառող գոյություն չունի, որ հոգևորականը, ասենք, գործել է ինչ-որ մեղքեր, որովհետև այնտեղ գոյություն ունի
մեղքերի թողություն եւս ապաշխարել, որպես այդպեսին 3 տարվա ապաշխարանք, 4 տարվա ապաշխարանք եւ 7 տարվա ապաշխարանք։ Դա եկեղեցու ներքին գաղտնիքն է, որը երբեք չի բացվում։ Այս տեսակետից մենք պետք է լավ պատկերացնենք, որ այդ խնդիրը ոչ միայն չարժի անել, այլև չարժեր անել, ելնելով նրանից, որ առանձին վերցրած մարդուն, առանձին վերցրած Հայաստանի քաղաքացու անձնական կյանքը դրվեց հարվածի տակ։ Ով եւ ինչպես կարող է հարթել իշխանության եւ եկեղեցու միջև լարվածությունը։ Եկեղեցու եւ իշխանության միջև լարվածությունը կարող է հաղթահարել միայն ինտելիգենցիան, այսպես կոչված մտավորականության դասը, լայն քննարկման, կլոր սեղանների արդյունքում ի ցույց դնելով կարևորագույն այն հանգամանքը, որ ներկայիս մեր իշխանությունը այս ճանապարհով ընթանալով գնում է դեպի համակարգային ճգնաժամ։ Ինտելիգենցիան դա մեծ ճնշման հնարավորություն է, այսինքն դա շերտ է, որին լսում է հասարակությունը։ Այսպիսի խնդիր բարձրացնող իշխանությունը պետք է ունենա որոշակի համարում հասարակության մեջ, բարձր համարում։ Այսինքն եթե դու ունես 80% սատարումը հասարակության, միգուցե եւ հասարակական ճնշումը ինչ որ չափով կարող է լինել էֆեկտիվ է թարմ, այն հասարակական ճնշումը։ Մնացածի մասին արդեն խոսեցինք, բայց եթե դու չունես դա, երբ որ քո կորը շարունակում է իջնել եւ պարզ չի թե երբ կհատինա վերջին գիծը, դու պետք չի որ դրանով զբաղվես, էլի, պարզ հասկանանք եւ մի ներքաշվի համակարգային ճգնաժամի մեջ, որը իր մեջ ներառելու է տարբեր աստիճաններ եւ հասարակությունը գցելու է վտանգավոր կոնվուլսիաների դաշտը, այսինքն ցնցումների, որից դուրս կգա, դուրս չի գա, սա ավելի խորը թեմա է, հայ ժողովուրդը ներկա իրավիճակից ունի դրական ելք այն դեպքում, երբ նրա առանցքները 3, ոչ թե 2, մեկը եկեղեցին, որը 1700-ամյա եկեղեցի է եւ առանցքն է նրա ինքնությունն է կրում իր մեջ եւ աներևակայելի ծառայություններ է մատուցել ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ համամարտկային արժեքներ է ստեղծել։ Մյուսը մեր իշխանություններն են, իհարկե, եւ երրորդը սփյուռքը։ Առանց եկեղեցվո սփյուռքը տկարանալու է մինչև վերջ։ Սա մենք շատ լավ հասկանում ենք, եւ եթե որևէ մեկը կա, որ չի հասկանում դա, ընդ Ռաֆին լավ խոսք ուներ, էլի, ուրեմն փայտից շինած գլուխ է պետք ունենալ այդ ամենը չհասկանալու համար, ասում էր։ Խեղված ճակատագրեր էջի շրջանակում անցած շաբաթ հեռարձակված տեսանյութից հետո մեր խմբագրություն տասնյակ հեռախոսազանգեր ստացանք, այդ թվում նաև Արցախահայերից։ Նրանց մի մասը Խոսրովյանների ընտանիքին օգնելու պատրաստակամություն էր հայտնում, մյուս մասը պատմում իրենց անելանելի վիճակի մասին։ Խոստովանում էին, որ եթե պատկերացնեին, թե ինչ օրեր են քաշելու Հայաստանում, կնախընտրեին մինչև վերջ կռվել ու նահատակվել Արցախում։ Սիրելի արցախցիներ, սա ծայրահեղ մոտեցում է։ Արցախի հայաթափումից ի վեր տասնյակ միլիարդավոր դրամներ են ուղղվել տեղահանվածների խնդիրները մեղմելուն, բայց պետք է նաև գիտակցել պետության հնարավորությունների սահմանները։ Անժխտելի է, որ Արցախահայերի այս իրավիճակը Հայաստանի իշխանությունների տապալած արտաքին քաղաքականության հետևանքն են, սակայն պետք չէ նաև ծայրահեղությունների գիրք ընկնել։ Ինչևէ, վերադառնանք Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից տեղահանված ընտանիքի պատմությանը։ Պատմել ենք, որ Շարագածոտնի մարզի ներքին Սասնաշեն գյուղում բնակվող Խոսրովյանների ընտանիքը բաղկացած է 11 հոգուց։ Էրնեստն ու Արևիկը ունեն 6 որդի ու 3 դուստր։ Երբ պատկերացնում ես, թե ինչպես է այս մեծ ընտանիքը մեկ օրում անտուն դարձել ու բռնել պանդուխտի ճամփան, սարսռում ես։ Հայրենասեր ընտանիք է։ Որդիներից մեկին Ռոբերտն անվանել է ի պատիվ քարորյա պատերազմում հերոսացած Ռոբերտ Աբաջյանի։ Ամաչում էին օգնություն խնդրել, բայց այլ ելք չունեին։ Ճարահատ էին։ Թե Էրնեստը օր ու գիշեր աշխատում է, որպեսզի երեխաները քաղցած չքնեն։ Ավաղ չի հասցնում։ Մեր գործընկերները շտապեցին օգնության ձեռք մեկնել Էրնեստին։ Մասնավորապես Արցախցի բարերար Գագիկ Սարգսյանը ընտանիքին սուրճի սեղան ու գրասեղան էր ուղարկել։ Բազմոց գրուպը, բազմոց, Արգավանդեյեմը, Բասկաթոր, մի քանի կազմակերպություններ ընտանիքին ապահովեցին կենցաղային եւ առաջին անհրաժեշտության ապրանքներով։ Խոսրովյանների ֆինանսական աջակցությունը թե բանկային քարտով էր, թե արձեռն։ Ցանկը կարելի է դեռ երկար շարունակել, սակայն մի բան հստակ է։ Բարեգործությունը սահման ու պատկանելություն չի ճանաչում, չի տարանջատում արցախցի ու հայաստանցի։ Մենք մեկ ազգ ենք ու պարտավոր ենք միմյանց սատար կանգնել։ Այս ընտանիքի պատմությունը նախ եւ առաջ այդ մասին է։ Ներկայացնում եմ Սվետլանա Ավդիշյանի «Անտուն իրականություն» տեսանյութը։
Խոսրովյանների բազմազավակ ընտանիքի մայրը Արևիկը մեր նախորդ այցի ընթացքում Արցունքն աչքերին պատմում էր Արցախից տեղահանվելու եւ 9 երեխաներին պատերազմի մասնակից ամուսնու հետ պահելու դժվարությունների մասին։ Այս ընտանիքի հոգսառատ պատմության հետքերով կրկին Արագածոտնի մարզի ներքին Սասնաշեն գյուղ գնացինք, բայց այս անգամ մեր բարերարների հետ։ Գնացինք նրանց ասելու, որ մենակ չեն։ Նախորդ անգամ նկարահանել էինք, թե ինչ պայմաններում են ապրում նրանք ու արձագանքները չուշացան։ Ամեն ինչով որ օգնել են, անկեղծ շատ շնորհակալ եմ բոլորից շատ։ Ուզում եմ, որ խաղաղություն լինի, թող որ Աստված ամեն մարդի սրտով տա իրան այն, ինչ որ ինքը ցանկանում է։ Մեր նկարահանող խմբին պարզվում է երեխաները մեկ շաբաթ անհամբերությամբ են սպասել։ Տեղ հասնելուն պես նրանք մեծ ոգևորությամբ դիմավորեցին ու անհամբերությամբ իրար հերթ չտալով տուն էին տանում մեր հովանավորների նվերները։ Տունը, որտեղ ապաստանել են Խոսրովյանները, մեղմ ասած նախանձելի վիճակում չէ, ուստի մեր գործընկերները շտապեցին աջակցել կահույքով։ Առաջին արձագանքողներից մեկը Բազմոց գրուպ ընկերությունն էր, որն ուղարկել էր եվրոպական ստանդարտներին համապատասխան նրբաճաշակ, փափուկ ու հարմարավետ հյուրասենյակային բազմոց։ Արևիկը միանգամից ֆիքսեց, բազմոցը երեխաների համար նաև մահճակալ կծառայի։ Ես չէի պատկերացնում իրոքից, որ կլինի այս օգնությունը, հատկապես բազմոց, անկեղծ ամեն ինչի կարիք իհարկե ունենք, քանի որ դատարկ եկել ենք, տուն չունենք, տեղ չունենք եւ այլն։ Իսկ ահա Արգավանդեյեմը ոճային ու գեղեցիկ բասկաթոռ հասցրեց երեխաներին, որը տղաների սրտով էր։ Առաջինը փորձարկեցին։ Ինչ բերել եք իրանց համար, ամեն ինչ։ Շատ շնորհակալ ենք։ Հարևանեմ շատ շնորհակալ եմ, որ այդքան իրանց համար լավություն եք անում։ Հեռախոսներով երեխաներին ապահովեց Mobile Center խանութի տնօրինությունը։ Գոհարն ու Անժելիկան արդեն բջջայիններ ունեն։ Խոստովանեցին, դասերը սովորելն առանց հեռախոսի դժվար էր։ Հիմա արդեն դաս սովորելիս մայրիկի հեռախոսի համար չեն կռվի։ Շատ շնորհակալ ենք, որ դուք մեզ հեռախոսներ բերեցիք, որովհետև մեր դասերը հիմա շատ QR-ներով են։ Մենք բոլորս չենք հասցնում QR-ները բացենք։ Ապրեք շատ, հեռախոսի կարիք մենք ունեինք ու հիմա որ կա, այլ խնդիր չի, կբացենք QR-ները, դասերն էլ կսովորենք։ Արցախցի բարերար Գագիկ Սարգսյանն էլ գրասեղան ու սուրճի սեղան նվիրեց ընտանիքին։ Փոքրերի անմոռանալի ժամանցն ու լավագույն հանգիստն էլ ապահովեց Ակվատեկ մարզառողջարանային համալիրը։ Երեխաներին հրավիրեցին ջրային զվարճանքների գոտի, մեծ լողավազաններով, ջակուզիներով ու մանկական խաղահրապարակներով։ Ակվատեկը հրավիրում է ձեզ ուրախ ժամանց անցկացնելու մեր կոմպլեքսում, որտեղ երեխաները կզվարճանան, կուրախանան։ Արդեն հաջորդ օրը ջրային գոտում երեխաները լողում, խաղում ու լիաթոք ծիծաղում էին, լիարժեք վայելելով յուրաքանչյուր պահը։ Օրվա վերջում ճաշակեցին նաև համեղ հյուրասիրությունը։ Մեր գործընկերները Խոսրովյաններին նաև սննդի մի քանի ամսվա պաշար էին ուղարկել։ Բնական բաղադրիչներով պատրաստված բարձրորակ պահածոների, մուրաբաների եւ կոմպոտների տեսականիով էլ տպավորեց Իջևանի գինու կոնյակի գործարանը, որն արտադրությունն իրականացնում է էկոլոգիապես մաքուր պայմաններում, բարձր պահելով թե համի, թե որակի նշաձողը։ Հիմա պապայի գործը օրինակ մի 80%-ով թեթևացավ, օրինակ սնունդը բանը լրիվ թեթևացավ շատ։ Առողջ ծննդի հարցն էլ հոգած Արզնի հոլդինգի ղեկավարությունը։ Թարմ ու բարձրորակ մթերք ուղարկելուց զատ ընտանիքին աջակցել էին նաև ֆինանսապես։ Big Life ապրանքանիշն էլ մրգային տարբեր համերի բարձրորակ ու առողջարար դիետիկ յոգուրտներն էր ուղարկել երեխաներին։ Համեղ ու օգտակար իր արտադրատեսակներից էր ուղարկել նաև Sunfood ընկերությունը՝ կետչուպ, մայոնեզ, կարագ, բուսայուղ, բնական բաղադրիչներով խմորիչներ։ Մեծաքանակ էր օգնությունը։ Շատ ուրախ եմ, որ օգնեցին, ինչ որ բանով էլի կարողացան թեթևացնել մեր ընտանիքի հոգսերը։ Իսկ ահա Արաքս թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչն անձամբ էր բերել իր արտադրանքի սնունդը, ապահովելով մսամթերքի երկարատև պաշարը։ Սառեցված մսամթերք էին ուղարկել, հավի կոտլետներ, դրփերշիկներ, ձողիկներ, իսկական երջանկություն միս սիրող փոքրիկների համար։ Արևիկ ջան, Արաքս թռչնաֆաբրիկան ծանոթանալով ձեր ընտանիքի տխուր պատմությանը, փորձեց մի փոքր թեթևացնել ձեր հոգսը իր տեղական արտադրանքներով, Արաքս թռչնաֆաբրիկայի մսով եւ կիսաֆաբրիկատների տեղական արտադրանքներով։ Ուրախ եմ, որ օգնեցիք մեր ընտանիքին, որը մենք այդ ամեն ինչ պետք է առնենք, դուք բերեցիք, ել չենք առնելու, դրա փողը կտանք ուրիշ ավելի, որ պետքական գործ լինի դրա համար։
Բազմազավակ մայրիկի հոգսը թեթևացնելու համար լվացող ու մաքրող միջոցներ էր ուղարկել Էկոֆորմ ընկերությունը իր Mr. Gin ապրանքանիշի կողմից։ Աջակցությունը նաև ֆինանսական էր։ Էլ ինչ է պետք երեխաներին իսկական երջանկության համար։ Քաղցրավենիք գաթաներ ուղարկել էր Տավուր Սվիտ ընկերությունը։ Քաղցրավենիքի մեծ պաշարով ապահովել էր նաև Ռուսկի բիսկվիտ ընկերությունը, ուղարկելով մեծ քանակությամբ խմորեղեն, նրբահամ բիսկվիտներ, իսկ փոքրիկ Էմիլը իր այնքան սիրելի ինքնաեփ լապշաները անհամբերությամբ էր փորձարկում, բաժին չթողնելով ոչ մեկին։ Այ Ռոբերտը երջանկությունը ոչ մի րոպե չէր թաքցնում։ Այս երեխաները որքան էլ դժվար պայմաններում են ապրել, միևնույն է հուսախաբ չեն եղել։ Հիացրին իրենց գրագիտությամբ, նպատակասլացությամբ։ Դրա լուր վկան սպորտում գորի ու գարիկի օրեր առաջ գրանցած հաջողություններն էին։ Ընթերցանությունն էլ բոլորի կյանքում մեծ տեղ ունի։ Նրանց բազմաբովանդակ տարբեր ժանրերի գրքեր, նաև տետրեր էինք տարել Edit Print հրատարակչության շնորհիվ։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Խարայիկից, Անտոշկա մանկապարտեզից, ցանցերի աշխարհընկերությունից, Երևան City սուպերմարկետների ցանցից եւ Arix Group-ից։ Ես կփորձեմ այն ստացած գումարը արդեն կոմունալ, լույս, տանվարդ եւ այլն մնացած ծախսերը հոգալ ու ես գիտեմ, որ ահագին ժամանակ ոչ մի բանի կարիք դեռ չեն ունենա երեխաները։ Եվ իհարկե բոլոր անհրաժեշտ իրերը հաջողությամբ ու ապահով տեղափոխեցինք բեռնափոխադրում իրականացնող Լեգարա ընկերության շնորհիվ։ Մեր երկար տարիների հավատարիմ հեռուստադիտողները եւս մասնակցեցին բարի ձեռնարկին։ Արևիկն ուրախությամբ պատմում էր, որ հաղորդումից ժամեր անց բանկային քարտին գումար էին փոխանցում։ Շնորհակալությունս նաև հայտնում եմ այն մարդկանց, ովքեր որ հաշվի համարից գումար են փոխանցել, փոխանցում են։ Իրոք մենք դրա կարիք շատ ունենք։ Էլ ինչ է պետք ծնողին հանգստության համար, երբ տեսնում է իր երեխաներին երջանկացած։ Ընդհանրապես մարդկային վերաբերմունքի, ուշադրության, ջերմության պակաս ունեին։ Մեկ շաբաթ առաջ էր Արևիկը պատմում Արցախից տեղահանվելու եւ ցավի միայնության մեջ մենակ մնալու մասին։ Այսօր արդեն վստահ է, ցավը կիսողներ կան։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրենկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք Հիպոկրատի երթումը բավարար չէ բժիշկ լինելու, այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել բժիշկ աշխատելու համար։ 2026-ից գործընթացը կշարունակվի արդեն նաև հիմնական բուժաշխատողներին քննասենյակ բերելով։ Բժիշկը, ով սովորել է 6 տարի, իր դիպլոմով չի կարող աշխատել։ Ստացել է համապատասխան վկայականը, որն իրեն թույլ է տալիս աշխատել։ Հարցնում է, հիմա այդ փաստաթուղթն այլևս նշանակություն չունի։ Իրազեկումը նույնիսկ չի կատարվել, ենթադրենք բուժ հիմնարկների մակարդակով։ Բժիշկը պնդում է հարցաշարը, գրականության ցանկը, ներառյալ ուղեցույցները այնքան էլ հայաստանյան իրականության մասին չեն։ Տեսեք ամերիկյան եւ եվրոպական բժշկական ուղեցույցները, իսկ որտեղավոր հրամանովադագրված փոփոխություններին սպասելու հերթում դեռևս համբերություն է պետք, ասում է։ Հավաստագրմանը նույնպես էին վերաբերվում շատ զգուշորեն։ Անձանց ձերբակալություն եւ կալանք լինում է նաեւ, եթե օրինակ իրավապահներն անձին կասկածում են ցույցի մասնակիցներին ֆինանսապես շահագրգռելու մեջ։ Կարևոր է որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքացիները իրենց քաղաքական պահանջների համար են պայմանական ասած փողոց փակում։ Նախատեսում է պատիժ, եթե անձը հավաքներին մասնակցության համար մարդկանց նյութապես շահագրգռել է։ Եղել են այս դեպքեր, որ ուղղակի սնունդ առաջարկելու համար մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցել։ Տարիներ առաջ եվրոպացիները քրեական օրենսգրքի այս նոր հոդվածի մասին դրական եզրակացություն են տվել։ Եթե կուսակցությունը մարդուն վճարում է նրա համար, որ մարդ հանրահավաքին մասնակցի, անթույլատրելի է։ Եվրոպացի փորձագետները սակայն այս մասով այլ մոտեցում ունեն։ Պետք է փողով մարդերի արժանավար չլինի հավաքը, իր խնդիրն է դա։ Ինչի պետք է պետությունը դա կարգավորի։ Նրանք փողով տրամադրում են ցուցարարների։ Հայաստանում բուժաշխատողների համար սահմանվում է անհատական լիցենզիայի պահանջ։ Օրդինատուրայում սովորողները ևս լիցենզիա կստանան։ Բացի այդ, հնարավորություն կունենանք բժշկական սխալների կամ էթիկական նորմերի խախտման պարագայում նաև որոշակի վերահսկողություն ունենալ մասնագիտական գործունեություն իրականացնող բուժաշխատողների նկատմամբ։ Ոչ վաղ անցյալում այս մասին հայտարարել է առողջապահության նախարարը, պնդելով, թե այս համակարգը հնարավորություն կտա վերահսկել մասնագիտական ու էթիկական մակարդակը, նաև բուժաշխատողներին կպարտադրի պարբերաբար վերապատրաստվել։ Թվում է, թե նախարարությունը ճիշտ քաղաքականություն է որդեգրել։ Խստացումները առաջին հերթին բխում են հանրության շահերից, ինչպես ասում են, ամեն մեկի դանակի տակ չենք մտնի։ Օրինակ, հանձնաժողովը կարող է լիազոր մարմնին ներկայացնել առաջարկություն առաջին անգամ խախտում կատարած բուժաշխատողին նկատողություն տալու վերաբերյալ
Կրկնվելու դեպքում լիցենզիայի ժամանակավոր կասեցում, ինչից հետո լիազոր մարմինը պետք է դիմի համապատասխան աշխատողի գործատուին նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու համար։ Մի կողմ թողնենք հանգամանքը, որ օրենքում ոչինչ չկա այն մասին, թե ինչ է սպասվում գործատուին, եթե կարգապահական տույժ չնշանակեց։ Անդրադառնանք օրենքի կիրարկման հետ կապված որոշ նրբությունների։ Ասեմ, թե ինչ նկատի ունեմ։ Փորձագետները պնդում են, թե լիցենզավորման այս ընթացակարգը ոչ միայն բարդ, այլև նվաստացուցիչ է բուժաշխատողների համար։ Մասնավորապես նախքան լիցենզիա ստանալը, օրինակ բժշկուհին կամ բուժքույրը պետք է անցնեն մի երկար շղթա, ներկայացնեն դատվածություն չունենալու տեղեկանք, անցնեն զննում հոգեբույժի, ակնաբույժի, նաև նարկոլոգի մոտ ապացուցելով, որ թմրանյութեր չեն օգտագործում, տեղեկանք ներկայացնեն, որ չունեն ֆիզիկական արատներ կամ հիվանդություններ, հետո պետք է պետտուրք վճարեն ու նոր միայն մասնակցեն լիցենզավորման քննությանը։ Մյուս հարցը, որը ոչ պակաս խնդրահարույց է, ովքեր են լինելու քննական հանձնաժողովում եւ ինչ սկզբունքով են գնահատելու բուժաշխատողի մասնագիտական պատրաստվածությունը։ Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները Էդուարդ Պողոսյանի «Բժիշկների փորձությունը» տեսանյութում։ Հիպոկրատի երթումը բավարար չէ բժիշկ լինելու, այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել բժիշկ աշխատելու համար։ Ես բժիշկ չեմ, չեմ էլ հավակնում լինել։ Ես լրագրող եմ, տեղեկացնում եմ, որ շուրջ 1 տասնամյակ բուհական կրթություն ստանալուց հետո պետք է փաստաթղթեր հավաքել ու ապացուցել, որ իսկապես արժանի եք սպիտակ խալաթ հագնելուն։ Կարճ ասած, պետք է լիցենզավորվել։ 2 տարի առաջ Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման օրակարգ բերեց բուժաշխատողների անհատական լիցենզավորման հարցը։ Գերատեսչությունն առաջարկում էր այս ճանապարհով գնալ բուժաշխատողների գիտելիքների բարելավման, բժշկական օգնության սպասարկման որակի բարձրացման եւ բուժառուների անվտանգության ապահովման նպատակ հետապնդելով։ Ավելին կլինիկական օրդինատորներին առաջինը ձեռք մեկնեցին, սահմանափակ բժշկական գործունեություն կարող են ծավալել, այս դեպքում ստանալով անցումային անհատական լիցենզիա։ Բժշկի հսկողության տակ մեր օրդինատորները եւ ռեզիդենտները հնարավորություն կունենան մասնագիտական գործունեությամբ զբաղվելու եւ իրենց հմտությունները նաեւ լավացնելու եւ ձևավորելու։ Լիցենզիաները 5 տարով են, առայժմ կլինիկական օրդինատորները մինչեւ այս տարեվերջ 3 քննության փորձի հնարավորություն ունեն։ Երրորդը վերջին 2026-ից գործընթացը կշարունակվի արդեն նաեւ հիմնական բուժաշխատողներին քննասենյակ բերելով առաջին բուժօգնության հմտությունները, բիոէթիկան եւ նեղ մասնագիտական գիտելիքները ստուգելու։ Այսինքն դուրս է գալի բժիշկը, ով սովորել է 6 տարի եւ այլն, հա, իր դիպլոմով չի կարող աշխատել, անհասկանալի է, թե ինչի է դա տեղի ունենում։ Եթե դու ուզում ես բարձրացնես բուժօգնության որակ, դու պետք է անպայման օգտագործես քո բոլոր գործառույթները ուսուցողական եւ աջակցող կողմով, ոչ թե օգտագործես որպես մահակ։ Չկար այնտեղ որևէ մեկնաբանություն հիմնավորում, թե օրինակ իրականացվել է մոնիտորինգ եւ վերջի տարիների ժամանակահատվածում օրինակ բժիշկները թերի են կատարել իր մասնագիտական պարտականությունները։ Եթե օրինակ Առողջապահության նախարարությունը կազմակերպեր անվճար դասընթացներ բոլոր բուժ հիմնարկներում նվազագույն չափով, դրանից հետո պահանջեր այդ գիտելիքները լրացնել համապատասխան ուղեցույցներով, այնպես ինչպես արվում է ողջ աշխարհում, ու հետո նոր կազմակերպեր այս քննությունը, սա կարելի է ընկալել։ Բժիշկ Լիլիթ Կուջոյանը հիշում է դեռ 2016-ից 2023 թվականների ընթացքում պետությունն իրականացրեց բուժաշխատողների ՇՄԶ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրման առաջին փուլը։ Ինքը 2023-ին դարձյալ 5 տարի ժամկետով, այսինքն մինչև 2028 թվականը ստացել է համապատասխան վկայականը, որն իրեն թույլ է տալիս աշխատել։ Հարցնում է, հիմա այդ փաստաթուղթն այլևս նշանակություն չունի։ Ինչ է նշանակում բժիշկը պետք է ստանա անհատական լիցենզիա։ Մենք իմացել ենք Առողջապահության նախարարի Facebook-յան գրառումներից իրազեկումը նույնիսկ չի կատարվել, ենթադրենք բուժ հիմնարկների մակարդակով։ Գնում ենք Առողջապահության ազգային ինստիտուտ, այստեղ հենց այս օրերին ընթանում են անցումային անհատական լիցենզիա ստանալու քննությունները։ Ինստիտուտի տնօրենը Սուրանկյան հետ զրույցում առաջարկում է նախ տարբերակել շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրումը բուժաշխատողի գիտաուսումնական ակտիվության վկայությունն է։ Ինքը խոսում է, թե 5 տարվա ընթացքում ինչ գիտաուսումնական գործունեություն է ինքը ունեցել։ Մասնակցել է տրեյնինգներին, կոնֆերանսներին, սեմինարներին եւ այլն, կրեդիտավորված է։ Այո, 220 կրեդիտ հավաքելու դեպքում իրեն թույլատրվում է զբաղվել բժշկական օգնությամբ եւ սպասարկման
Լիցենզիան մի քիչ այլ բան է։ Լիցենզիան թույլատրություն է բժիշկին լինել բժիշկ, հավաստագիրը չեք կարող մարդու ձեռից վերցնել։ Իսկ լիցենզիան ինքը ստանում է հավաստագրի արկայության պարագայում, այսինքն ինքը sense դնեց այդ հավաստագիրը պետք է ունենա, որ կարողանա լիցենզավորման դիմի։ Բազարչյանը վստահ է, այսպես բուժծառայությունների մատուցման եւ սպասարկման որակը կբարձրանա, բայց փոփոխություններին սպասելու հերթում դեռևս համբերություն է պետք, ասում է։ Հավաստագրմանը նույնպես էին վերաբերվում շատ զգուշորեն, բայց եկեք համաձայնենք այն մտքի հետ, որ ինքը իհարկե որակի հարց կլուծվի, որովհետեւ մարդիկ կարդում են, ամեն դեպքում թարմացնում են իրենց գիտելիքները։ Բժշկական գիտելիքները թարմացնելու մասին բժիշկը պնդում է հարցաշարը, գրականության ցանկը, ներառյալ ուղեցույցները այնքան էլ հայաստանյան իրականության մասին չեն։ Հղումները դրված է, որ նույն, ասենք, բիոէթիկայի եւ առաջին բուժօգնության, ենթադրում եմ նաեւ հետագայում նեղ մասնագիտականը պետք է ասվի, որ տեսեք ամերիկյան եւ եվրոպական բժշկական ուղեցույցները։ Իսկ որտեղավոր հրամանով է դա գրված, որ պետքա բժիշկը հետևի ամերիկյան եւ եվրոպական ուղեցույցներին, այլ ոչ թե ենթադրենք, չգիտեմ, ինչ ասեմ, Մոզամբիկի, օրինակ եմ ասում։ Այդ ուղեցույցներում կան թե դեղորայքներ, թե ուրեմն սարքավորումներ, որոնք որ մեր երկրում չկան։ Այսինքն, եթե ենթադրենք այդ ուղեցույցով է բժիշկը պատրաստվում քննության, այդ հատվածը ոնց պետք է լինի։ Ազգային ինստիտուտում հակադարձում են պնդելով, թե գրականության ցանկն ամբողջությամբ համապատասխանում է ստանդարտներին։ Բժիշկ Կուջոյանն այստեղ առաջարկում է մանրամասն ծանոթանալ դրանց։ Ըստ առողջապահության նախարարության բժիշկները անպայման պետք է ձեռնարկը անգիր իմանան անցումային անհատական լիցենզավորման քննական հարցաշար էթիկա։ Դուք տեսնում եք, այստեղ ասենք ինչ որ հարց, այստեղ հարցեր չկան։ Մասնագետներն են կազմել, մենք նաև ունենք հրավիրյալ մասնագետներ Ռուսաստանից, որոնք մեզ օգնել են, որովհետև իրենց մոտ դա դրված էր։ Մենք չունենք մասնագիտական, այսպես ասած, բառարան գլոսսերի ասվածը, այսինքն օրինակ Հայաստանի տերմինաբանություն։ Տեսեք, ես նայում եմ իրենց հրամանը եւ դրանքից փաստաթղթերը, այնտեղ գրված է պացիենտ բառը։ Պացիենտ բառը կարծես թե տարիներ առաջ հանեցինք, գրեցինք հայեցի բուժառու բառը։ Հետո իրանք որոշում են փաստորեն, որ նորից այդ մարդը պացիենտ է։ Իսկ հաջորդ տարի ինչպես է կազմակերպվելու բժիշկների լիցենզավորումն առհասարակ։ Եթե կլինիկական օրդինատորները մի քանի հազար են, ապա հիմնական բուժաշխատողների թիվը մի քանի տասնյակ հազարի է հասնում։ Արդյոք տվյալ ազգային կենտրոնը, առողջապահական ազգային կենտրոնը կարող է լիցենզավորել։ Չեմ կարծում։ Հանձնաժողովը բաղկացած է լինելու 5 հոգուց, քննությունը ընդունելու են 2 հոգի, մի քիչ դա էլ անհասկանալի։ Հանձնաժողովներ են ստեղծված, որոնք առողջապահության ազգային ինստիտուտի հետ կապ չունեն, իրենք ուղղակի այստեղ նստում են հիմա, որտեղ կկազմակերպվի քննությունները բժիշկների համար, ես չեմ կարող ասել այս պայդրությամբ, որովհետև դա ընթացքում կերևա, որտեղ, ինչպես, որովհետև պետք է անպայման լոգիստիկ բաները հաշվի առնել, որ բժիշկներին հեշտ լինի։ Հետաքրքրական մի փաստ ի դեպ 2000-ականների սկզբում մեր երկրի առողջապահական համակարգն ուներ բուժաշխատողների անհատական լիցենզավորում, բայց հետո օրվա իշխանություններն այն չեղարկեցին անարդյունավետության հիմնավորմամբ։ Ինչ պատկեր կունենանք 25 տարի անց, ժամանակն է տալու հարցի պատասխանը։ Մինչև այդ մի շարք ապագա բժիշկներ ասել է, թե ուսանողներ որոշել էին առողջապահության նախարարությանը դատի տալ իրենց անակնկալի բերելու եւ փաստի առաջ կանգնեցնելու, առավել իրավական ձևակերպումներով այս գործընթացը ոչ հավուր պատշաճի կազմակերպելու համար, այդ թվում կարճ ժամանակահատվածը։ Փորձեցինք նրանց հետ էլ կապ հաստատել։ Ապարդյուն։ Էդուարդ Պողոսյան, Զորհաբ Քարամյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Քաղաքական անկայուն իրավիճակ է երկրում։ Իրավական համակարգի սպասավորները բոլոր գործերը թողել, զբաղված են այս կամ այն ընդդիմադիրի, հասարակական ակտիվիստի նկատմամբ քրեական վարույթ հարուցելով, կալանավորելով, ազատազրկում ենթադրող մեղադրանքներ ներկայացնելով, այդ թվում հավաքներին նյութապես շահագրգռելու հոդվածով։ Թե քանի մարդ է այս հոդվածի հիման վրա ճաշակում բանտային բալանդը, սպասելով դատանում իր հերթին, դժվարն ասել։ Սակայն որ քրեական այս հոդվածի մասով վերջերս լուրջ զարգացումներ կան, փաստ է։ Փաստ է նաև, որ վերջապես ստացվեց սրա վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը։ Սակայն մինչև այն ներկայացնելը անդրադառնամ հանձնաժողովին դիմելու նախապատմությանը։ Եվ ուրեմն Վենետիկի հանձնաժողովը տարիներ առաջ դրական եզրակացություն է տվել քրեական այս հոդվածին, այն գնահատելով միջազգային չափանիշերին համապատասխանող։ Սակայն փաստաբանների պնդմամբ հանձնաժողովի եզրակացությունը կարող էր հիմնված լինել թարգմանական սխալի վրա։ Բանն այն է, որ հանձնաժողովին ուղարկված փաստաթղթի անգլերեն տարբերակում
հայերեն շահագրգռել բառը թարգմանվել էր հարկադրել բառով։ Այսինքն խոսքը հավաքների մասնակիցներին խրախուսելով ոչ թե հարկադրելու մասին էր, բայց թարգմանական տարբերությունը փոխել է հոդվածի իմաստը։ Հիմա Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին։ Հանձնաժողովը եզրակացրել է, որ քրեական նոր օրենսգրքում հավաքներին նյութապես շահագրգռելու դրույթը անորոշ է եւ հակասում է իրավական հստակության սկզբունքին։ Ավելի պարզ ասած, հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելը այնքանով, որքանով դա ավելի է պարզեցնում եւ հնարավոր դարձնում մարդկանց մասնակցությունը այդ հավաքին, չի կարող արգելվել, առավել եւս քրեականացվել։ Այսինքն, հանձնաժողովի կարծիքով տրանսպորտ տրամադրելը, սնունդ, կեցություն ապահովելը կամ գլխավոր բանախոսներին վճարելը խաղ հավաք անցկացնելու սովորական միջոցներ են։ Հիմք ընդունելով հանձնաժողովի եզրակացությունը պարզ է դառնում, որ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երկրորդ մասը պետք է փոփոխել, եթե ոչ վերացնել։ Մինչդեռ, ինչպես արդեն նշեցի, այս հոդվածի մեղադրանքով կան կալանավորվածներ։ Արմեն Աթալյանի տեսանյութը վերնագրել ենք զենք դարձած բառը։ Ցույցերն ու հանրահավաքները մեր առօրյայի անբաժան մասն են դարձել։ Նշանակում է, մարդիկ իրենց ձայնը իշխանություններին հասանելի դարձնելու այլ հնարավորություն չեն գտնում։ Չկան պետական ինստիտուտներ, որոնք կապահովեն որոշումների ընդունման գործում քաղաքացիների իրական մասնակցությունը, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ցույցերը լինում են փոքր, լինում են մեծ, տևում են մի քանի ժամ կամ մի քանի օր, լինում են առանց միջադեպերի, լինում են հրմշտոցներով, առանց ոստիկանության միջամտության, ոստիկանության կոպիտ միջամտությամբ եւ ձերբակալված կալանավորվածներով ու հետագայում իրավապաշտպանների խիստ արձագանքներով։ Այս մեկը հաճախ է նկատվում վերջին շրջանում։ Իրականում հանրահավաքների հետ կապված անձանց ձերբակալություն եւ կալանք լինում է նաեւ միջև հանրահավաքը։ Եթե օրինակ իրավապահներն անձին կասկածում են ցույցի մասնակիցներին ֆինանսապես շահագրգռելու մեջ։ Կարևոր է, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքացիները իրենց քաղաքական պահանջների համար են պայմանական ասած փողոց փակում օրերով եւ շաբաթներով, դրանով իսկ մյուսներից անհարմարություն պատճառում։ Եվ ոչ թե, չգիտեմ, օրը 10,000 դրամի դիմաց կամ ինչ որ գումարի դիմաց։ Դանիել Իոաննիսյանը համահեղինակն է քրեական օրենսգրքի այն հոդվածի, որը նախատեսում է պատիժ, եթե անձը հավաքներին մասնակցության համար մարդկանց նյութապես շահագրգռել է։ Պարզ ասած փող է տվել, որ ցույցի գան։ Այս հոդվածով արդեն 2 տասնյակից ավելի մարդ քրեական հետապնդման է ենթարկվել։ Նրանք նաև կալանքի տակ են եղել։ Քրեական այս հոդվածը նախորդ տարիներին հակասական գնահատականների է արժանացել։ Ի վերջո, մի քանի падգամավորների դիմումով հարցը հասել է սահմանադրական դատարան, որն էլ իր հերթին դիմել է Վենետիկի հանձնաժողովին։ Հակասում է արդյոք այս օրենքը մարդու իրավունքներին, թե ոչ։ Վերջերս հանձնաժողովը հրապարակել է կարծիքը։ Եղել են այս դեպքեր, որ ուղղակի սնունդ առաջարկելու համար, օրապայիկ առաջարկելու համար մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցել։ Հիմա այստեղ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հենց այդ դեպքին առանձին անդրադարձել էր, ասում է ցուցարանների տրանսպորտի, լոգիստիկ հարցեր հոգալը, օրապայիկ տալը, անգամ բանախոսների հոնորար վճարելը դա սովորական հավաքների ընդունված պրակտիկայի ամբողջ աշխարհում։ Տարիներ առաջ եվրոպացիները քրեական օրենսգրքի այս նոր հոդվածի մասին դրական եզրակացություն են տվել։ Իրավապաշտպանները սակայն պնդում են, թե թարգմանության խնդիր է եղել։ Շահագրգռել բառը օտարալեզու տեքստում ընկալվել է որպես հարկադրել, բայց հիմա կարծես ավելի մանրակրկիտ են խորամուխ եղել տերմինների եւ հասկացությունների մեջ։ Եթե կուսակցությունը իր կողմնակիցներին տրանսպորտով բերում է, դա քրեական չի։ Եթե կուսակցությունը իր կողմնակիցներին այդ ընթացքում ընդհանրենք ինչ-որ բրդուճներ է տալիս, դա էլ քրեական չի, բայց եթե կուսակցությունը մարդուն փող է տալիս, մարդուն վճարում է նրա համար, որ մարդ այս հանրահավաքին մասնակցի, այս սա ուրիշ իրավիճակ է եւ սա արդեն անթույլատրելի է։ Սա էլ այն դեպքում, եթե բոլոր ծախսերը կատարվում են թափանցիկ, կուսակցական հիմնադրամի միջոցով, այսինքն հստակ երևում է, թե ինչ միջոցներով է քաղաքական ուժը գնել սնունդը, իրականացրել լոգիստիկ ծախսերը եւ այլն, նշում է Իոաննիսյանը։ Մյուս կողմից ցույցն ինքնին քաղաքական process-ների վրա ազդեցության լուրջ լծակ չէ։ Այն մարդկանց ինչ որ ազդակներ հաղորդելու միջոց է, այսինքն դա ընտրական գործընթաց չէ, որ մարդկանց ներկայությունը որոշիչ նշանակություն ունենա։ Հանրահավաքների առատությունը տվյալ կուսակցության համար քաղաքական ֆորա է ստեղծում, որտեղ մարդիկ հաճախ ուզում են ընտրեն այն ուժերին, որոնց որ իրանք համարում են ավելի հավանականավոր կհաղթեն, այսինքն վճարովի ցուցարարների միջոցով ստեղծում աջակցության իմիտացիա, այդ իմիտացիան կարող է տրանսֆորմացվել քվեների։
Եվրոպացի փորձագետները սակայն այս մասով այլ մոտեցում ունեն։ Ռաֆայել Իշխանյանն ուսումնասիրել է Վենետիկի հանձնաժողովի կազմած աշխատանքն այս խնդրի վերաբերյալ, որտեղ կառույցը հստակ նշում է, թե ինչ մոտեցում ունի հանրահավաքներին փողով մասնակցության հարցին։ Մենք շատ ենք մտածում ի վերջո, երբ որ մարդը մասնակցում է հավաքին, ցույցին, գումարի պատճառով։ Որն է խնդիրը։ Խնդիրը արժանավատությունն է հավաքի։ Է շատ լավ հավաքի կազմակերպիչ հետո պետք է փողով մարդ բերի, արժանավատ չլինի հավաքը, իր շարժում չստացվի, իր խնդիրն է դա։ Ինչի պետք է պետությունը դա կարգավորի։ Այ երբ դա վերաբերի նախընտրական շրջանին, եթե դու ծախսել ես բաներների մնացածի վրա մի հատ էլ ծպտված բերում ես գումար ես ծախսում, որ շատ մարդ կա քո ցույցին, այսա կարող խնդիր լինի։ Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես են վերաբերվում այս խնդրին, օրինակ Միացյալ Նահանգներում, կա արդյոք այնտեղ փողով մարդկանց ցույցերին ներգրավելու երևույթ։ Հետապնդվում են օրենքով նման արարքի համար մեղադրվողները։ Այս կայքը պատկանում է մի ծառայության Միացյալ Նահանգներում, որի ներկայացուցիչները Հայաստանում միանշանակ կենթարկվեին քրեական պատասխանատվություն։ Գիտեք ինչու։ Որովհետև նրանք փողով տրամադրում են ցուցարարների։ Այո, ուրեմն կայքում նշում ես քո անուն, ազգանունը, նկարագրում ես թե ինչի համար ես պատրաստվում ցույց կամ հանրահավաք կազմակերպել, մանրամասներ տարբեր, ինչ բյուջե ունես $20,000-ից մինչև $1 միլիոն եւ ավելի։ Եվ վերջ մարդիկ կազմակերպում են քո հանրահավաքը։ Այդպես էլ կոչվում է ծառայությունը։ Պատվերով բազմություն։ Խումբական քաղաքական, որ այդքան չեն սերված եւ իրենք ուզում են ձևացնել, որ շատ թիգունք ունեն, շատ մարդիկ իրենց օգնում են, շատ մարդիկ իրենց հավատում են իրենց գաղափարախոսությանը, այդ պատճառով նրանք փող են տալիս, որ մարդիկ կան իրենց ժողովներում բացեբաց, այսինքն հրապարակներում։ Հարություն Քասախյանը Միացյալ Նահանգներում երկար տարիների աշխատանքային փորձով փաստաբան է, ժամանակին դատախազ է աշխատել։ Պատմում է, որ ամերիկյան քաղաքական մշակույթն ու պրոցեսներն առանց վճարված մասնակիցների ներգրավվածության գրեթե հնարավոր չէ պատկերացնել։ Եթե ցույց կա այս կուսակցության համար, կարող են վերել ձերի ճաշ, կարող են վերել ձերի հաց, ձերի երաժշտություն, այնց լավ քեֆ անեն, որ մարդը ասի ես հանրապետական եմ, բայց տեսնում եմ ես դեմոկրատ եմ, ինչպես քեֆ են անում, դրանց եմ ես միանում։ Վերադառնանք Հայաստան։ Մեզ մոտ էլ Միացյալ Նահանգներում էլ արգելվում է հարկադրանքով մարդկանց հանրահավաքի բերել։ Սրա վերաբերյալ կարծես բոլորի կարծիքները համընկնում են։ Մի ներբություն կա այստեղ։ Ցույցին մասնակցելու հարկադրանքի միջոցները հասանելի են նրանց, ովքեր դրա համար լծակներ ունեն։ Երբ որ տարբեր մանկապարտեզների, գրադարանների, դպրոցների, պոակների, հոակների աշխատողներին տեսնում ես բոլորը կենտրոնացած մի ցույցի մեջ։ Տրամաբանական առաջանում է, չէ՞, մարդիկ եկել իրենց կամքով թե չէ։ Հիմա էլի պետք է հասկանանք։ Իրանց ստիպել են, իրանց պահանջել են, եղել է այնպիսի միջավայր, որ իրանք գիտեն, երբ որ չգային, իրանց տուգելու էին, տեսնեն ով չի եկել ու իրանք տուժելու էին։ Առաջիկա ընտրությունները եկող տարի են սպասվում, իսկ դա նշանակում է, որ երկրում անգամներով ավելանալու է ցույցերի եւ հանրահավաքների թիվը։ Մյուս կողմից ցույցերին մասնակցության համար ֆինանսապես շահագրգռելուն վերաբերող քրեական հոդվածը քննչական մարմնի կամայական մեկնաբանությունների հնարավորություն է տալիս։ Հետևաբար, կա հավանականություն, որ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող մարդիկ կշարունակեն հայտնվել քննչական մարմինների թիրախում, անկախ նրանից, կան հանցավոր մտադրություններ նրանց գործողություններում, թե ոչ։ Արմեն Նաթալյան, Վահրամ Ավոյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Էս էլ Ասլան վարորդը, բայց չիմացաք, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց, թափով վերադարձել է վթարի վայր։ Մի տևական ժամանակ չենք լսել պարեկների մեքենաների մասնակցության վթարների մասին, փաստորեն շատ ուրախացանք։ Ուզում քաղաքապետին հարցնեմ, Ավինյան ջան, ձեր պարկում էլ ավտոբուս մնացել է, լավ, նեուժելի դժվար է ճիշտ սելեկցիա անելը, թե նորմալ մարդ չկար։ Քանի վիրավոր է տղեր։ Պատկերացրեք զարմանքս, երբ տեղեկացա, որ այս ամբողջ աջափսանդալի հեղինակը Քերին ու Եգանն են։ Քերին վարել է այս ավտոբուսը, Եգանը Մերսեդեսը։ Այնտեղից է գնալ։ Դե իհարկե, երբ խորհրդային արտադրության մեքենայի մատը խառն է, բարձրալն էլ է տեղ անզոր լինում։ Գլխի վեր շրջված մեքենայի կողքը ծածկված դիկա։ Այո, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է։ Անդրեյ գալի, սինը իրար մեջ մտնել։ Գաղտնիք բացահայտաշեմ լինի, եթե ասեմ, որ ճանապարհային երթևեկության ամենատարածված խախտումը շարունակում է մնալ արագության գերազանցումը։ Ընդ որում, այն նաև մի շարք այլ խախտումների պատճառ է դառնում։ Վարորդները կհաստատեն, որ երբ արագություն է զարգացնում,
Անհրաժեշտ ուշադրության ու զգոնության բացակայության պայմաններում կարող ես դուրս գալ ասենք հանդիպակաց երթևեկելի գոտի կամ չհասցնես արձագանքել լուսացույցի ազդանշանին։ Սրանք, ինչպես թե եկեք, առանձին խախտումներ են համարվում։ Մի խոսքով, արագ վարելը երբեք լավ հետևանք չի ունենում, եւ ինչպես ասում են մեր մեծերը, մեքենան արագ կվարեն միայն վերահաս վտանգի դեպքում։ Ավասիկ արագության գերազանցման օրինակ։ Հիշում եք, թե ինչ խանդավառություն էր, երբ բացվեց Սիլիկյան թաղամասից հարավ-արևելյան թաղամաս տանող ճանապարհը։ Բոլորը ուրախացել էին, որ կարող էին ասենք 15-րդ թաղամասից օդանավակայանը հասնել հաշված րոպեների ընթացքում։ Ցավոք հիմա այդ ճանապարհը շատ վարորդների համար դառնում է վերջին հանգրվանը, թեև ներկայացվող դեպքում վարորդը հրաշքով ողջ է մնացել։ Նա BMW-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու կոտրել երկաթե 2 էլեկտրասյուն։ Մեքենայի վիճակը տեսնելով դուք էլ կարծնագրեք, որ առանց մեծ արագության նման պատկեր չի լինի։ Հարգելի վարորդներ, եթե ճանապարհը որակյալ է, չի նշանակում, որ պետք է սպառեք ադրենալինի կուտակած պաշարը։ Եվ հիշեք, որ ոչ միշտ է արդիական, փորձը փորձանք չէ, ասացվածքը։ Ուշագրավ մի դեպք էլ տեղի էր ունեցել Իջևան Բերդ ճանապարհին։ Շամշենը պատմում է, որ երբ ազանգ է ստացել ավտոբուսի եւ մարդատարի բախման մասին, ինչի հետևանքով ուշադրություն 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, չի պատկերացրել, թե էլ ինչ պետք է լինի, որ ավելի զարմացնի։ Բայց փաստորեն սխալվել է։ Պարզվել է, որ ավտոբուսի ղեկին եղել է վթարի մասնակից մյուս մեքենայի վարորդի քեռին։ Պատկերացրիք, բախվել են քեռու ու Եգանի մեքենաները։ Ֆոտոլրագրողը փորձել է պարզել, թե ինչ հարաբերություններ են ունեցել բարեկամները, բայց այս առումով դավադրության տեսության սիրահարների համար ուրախալի լուր չկա։ Պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել։ Գործ ունենք ընդհանրապես ճանապարհային երթևեկության խախտման հետ։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը, արտակարգ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի արագությունից հավերժություն տեսանյութում։ Ժողովուրդ ջան, այս մեր վարորդների տրամաբանությունը հասկանալու համար պետք է մի կողմից ամուր նարդեր ունենաս, մյուս կողմից հարբած լինես։ Այդ ձեր տունը շինվի, ասենք ձեր համար ճամփային ասֆալտում, որպեսզի հետո չբողոքեք մեքենաների անսարքությունից, դուք տանում ջարդում փշրում եք։ Հրեն Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհը սարքվեց։ Այ մարդ, շաբաթ չկա, որ չգնամ այնտեղ, բայց ոչ թե այն նորակառույցներով հիանամ, այլ այս կամ այն վթարից տխրեմ։ Դրա համար եմ ասում, որ ես մեր վարորդների ճանապարհները անքնելի են։ Ուղղակի ոմանք բախտ ունեն, ոմանք ոչ։ Հեսա, խնդրեմ, հերիք չէր լավ ճամփայա մի հատ էլ BMW մակնիշի մեքենա, վրան էլ սատանայական 6-ով համարանիշներ։ Բա որ գումարեք նաև արյունը եռացող երիտասարդ վարորդ։ Պարզա չէ, որ հենց այս վիճակն էլ պիտի ստանանք։ Ընդ որում, կասկադիորական վթարը տեղի ունեցել կեսօրին մոտ։ Ինչի եմ սա ասում, որ երբ մութ է լինում, վարորդները դժգոհում են, թե բա չտեսա, չգիտեմ, լույս չկար ու նման բաներ։ Ոչ, հարգելիներս, լավ էլ լույս է եղել։ Երբ BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա կոտրել 2 երկաթե էլեկտրասյուներն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Մի վիրավորա։ Բարեբախտաբար, այո, վարորդներ, ու թող մեկը համոզի, որ այս ավերածությունները հնարավոր էր գործել առանց մեծ արագության։ Իհարկե ոչ, գլխակեր BMW-ի հիվանդանոց տեղափոխված վարորդը պիտի պարզաբանի, թե ինչու է իր օրգանիզմում ադրենալինի ավելցուկ։ Հասկացանք, որ BMW-ն արագության տեսանկյունից խեղճացող չի, բայց ասեմ իմանաս, որ մարդուն ուղեղը տրվել է, որ քիչ մը աշխատեցնի։ Հետևաբար, քո նմանների համար այս կարգի մեքենաները բավականին վտանգավոր են, ու ոչ միայն քո։ Ուղղակի, ինչպես արդեն ասացի, բարեբախտաբար միայն ինքն է եղել մեքենայում, ու բարեբախտաբար այլ մեքենայի չի բախվել։ Էս էլ Ասլան վարորդը, բայց չիմացաք, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց, թափով վերադարձել է վթարի վայր։ Սթափության փորձաքննության էլ են ենթարկել, պարզվել է, որ սթափ է։ Իսկ ես կգերադասեի, որ սթափ չլիներ, որպեսզի այս կատարվածին ինչ-որ արդարացում ունենար։ Այսինքն, ոնց ֆռում ես, մտավոր կարողություններն ես էլի քննարկում։ Պահ, էս ինչ ենք տեսնում։
Ահազանգի հետքերով շտապում էի աշտարակի խճուղի, որպեսզի արձանագրեմ այս պատկերը ու ճանապարհին մտածում էի, թե ոնց կլիներ։ Մի տևական ժամանակ չենք լսել պարեկների մեքենաների մասնակցության վթարների մասին։ Փաստորեն շատ ուրախացանք, սակայն դեպքի վայրում լսելով տեղի ունեցածի ճշմարտությունը հասկացա, որ կարող ենք էլի ուրախանալ, որովհետև կատարվածում պարեկի մեղքը չի եղել, ամեն ինչի մասին սակայն հերթականությամբ։ Պետք չի մասնագետ լինել հասկանալու, որ այս դեպքում եւս գործ ունենք մեծ արագության հետ։ Մեքենաների վնասվածքները հենց ասֆալտի վկայությունն են։ Նախորդ դեպքի հետ մյուս ընդհանրությունը կայանում էր նրանում, որ վթարը տեղի էր ունեցել էլի օրը ցերեկով։ Ու մինչև հետևանքները ներկայացնելը ասեմ, որ վթարի ենթադրյալ մեղավորը Infiniti-ի վարորդն է եղել, ով նախ բախվել է Mazda-ին, ապա ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված պարեկային ավտոմեքենային։ Հենց այս հանգամանքը նկատի ունեի, այո, պարեկային մեքենան կայանված է եղել։ Այս մարդը իր ճամփով գնալ լսայեղ էնել։ Այս խեղճ կանայք լավ վախեցած կլինեն, բահում կատակ բան չի, խոշոր վթարի մասնակից դառնալ։ Ասեցին, որ մի հոգու տեղափոխել են հիվանդանոց։ Ասացին, որ նա հենա ինքներդ տեսակ, թե ինչպես էին պարեկային ու շտաբօգնության մեքենաները տեղափոխում։ Դատելով մեքենաների վնասվածքներից, աչքիս Infiniti-ի վարորդն էր։ Ամենաշատը հենց այդ մեքենան էր տուժել։ Իսկ ինչ դաս պիտի քաղենք այս մի դեպքից։ Դա էլ դուք որոշեք։ Ես միայն աքսիոմատիկ ճշմարտություն կասեմ, որ ամենից առաջ պետք է պահպանել արագությունը։ Ով աման, եսի մե, չգիտեմ, բարձյալը ում ինչ չի տվել, մեզ հաստատ հանրային տրանսպորտի նորմալ վարորդ չի տվել։ Ուզում քաղաքապետին հարցնեմ, Ավինյան ջան, ձեր պարկում էլ ավտոբուս մնացել է, լավ, նեուժելի դժվար է ճիշտ սելեկցիա անելը, թե նորմալ մարդ չկա։ Իհարկե չեմ զարմանա, եթե երկրորդ տարբերակ լինի, բայց վստահ էլ չեմ, որ առաջինը նորմալ կիրառում են, իսկ հերթական հետևանքը մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում կատարվածն էր։ Քանի վիրավորա տղերք։ Հիմա կասեք, թե ինչն է եղել այս շղթայական վթարի պատճառը։ Եվ ուրեմն, էլի օրը ցերեկով թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսի փառապանց վարորդը ոչ տանում ոչ բերում է, բախվում է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Sprinter-ին, ինչի հետևանքով վերջինը բախվում է ծառին ու ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda-ին։ Վերջինն էլ առաջ ընթանալով բախվում է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Honda-ին։ Այդ հարվածի հետևանքով էլ ավտոմեքենայի դետալներն ու ծառի ճյուղերը վնասում են Ռուբինյանց մեկ շենքի բակում կայանված Toyota-ն։ Ֆու, բերանս հոգնավ, մինչև ամբողջական պատկերը ներկայացրի։ Տեսնես, այս պարեկի ձեռքն էլա հոգնել կատարվածը արձանագրելով։ Բացի ավտոբուսի վարորդից, մյուս վարորդների վիճակը պատկերացնում եմ։ Լավ մանթրաշեն։ Մեքենան քո համար թույլատրելի հատվածում կայանես ու գաս տեսնես, որ ավտոբուսի անպատասխանատու վարորդը մտառն է թողել։ Լավը ավտոբուսի մեջ եղած ուղևորները չեն տուժել։ Քաղաքային իշխանություններ, սենց բաների դեմ նառեք, թե չէ միայն ուղևորս բարձրացնելով չի։ Ուղևորն էլ ուզում է ապահով տեղ հասնել։ Այնի վնասվել է, երևի բանման է թռը վրեն, հա։ Հիշում եք, թե ժամանակին ինչ ասացված կար քեռու ու Եգանի մասին, թե բա քանի քեռին սաղա, Եգանը պիտի շոկոլադ ուտի։ Շամշադինում կատարվածը շտապում է հերքել հայտնի ասացվածքը։ Ակամա ինքս նոր ասացվածք օրինեցի։ Քանի քեռին սաղա կներեք արտահայտությանս համար, Եգանը պետքա փայտիկին թքի։ Բա ինչ ասեմ, ժողովուրդ ջան, պատկերացրեք զարմանքս, երբ տեղեկացա, որ այս ամբողջ աջաբսանդալի հեղինակը քեռին ու Եգանն են։ Քեռին վարել է այս ավտոբուսը, Եգանը Mercedes-ը։ Նույն այնտեղից եկել են այ։ Օ, հենա ժողովուրդ։ Քանի ուղևոր են եղել մեջը։ Շոֆերը լավ է կառավարել։
փորձ ունեցող ա եղեք։ Դեպքը տեղի էր ունեցել առավոտ 8:30-ի սահմաններում Իջևան Բերդ ճանապարհին, Տավուշ գյուղի տարածքում։ Այս անգամ էլ գործել Զակոն Պոդլստին։ Նկատի ունեմ, որ վթարված ավտոբուսում գտնվել է 11 մարդ, բայց փաստորեն Բարսյալը ոչ մի պրետենզիա չի ունեցել ավտոբուսի ուղևորներին, քանի որ նրանցից ոչ ոք լրջորեն չէր տուժել։ Դե այդ հարցում օգնել են նաև գյուղացիները, արագ դեպքի վայր հասած փրկարարներն ու շտաբօգնության բրիգադները, որոնք բացի օպերատիվությունից նաև մասնագիտական որակումներով են աչքի ընկել։ Հրաշք է։ Իրոք ուղակի հրաշք է, որից վթարի հետևանքով զոհեր չունեցանք։ Վարորդ քեռու հմտությունն է եղել, թե էլի բախտի հաշիվ է, որ ավտոբուսը ավելի շատ չի խորացել, չեմ կարող ասել, բայց փաստն է, որ իմ գնալուց հետո ավտոբուսը անտառից դուրս բերելու համար ոստիկաններին ու պարեկներին օգնության են հասել Պաշտպանության նախարարության այն զորամասի զինծառայողները, ովքեր ճոպանի միջոցով են այս զռլաման դուրս բերել անվտանգ վայր։ Ինձ հետաքրքիր է, թե ինչ խոսակցություն կունենան քեռին ու Եգանը այս դեպքից հետո։ Դե նայած ով է սխալ եղել։ Ասում եմ, իսկ կարող է լավ հարաբերություններ չեն ունեցել, ու սենց ճակատամարտ են սարքել։ Դժվար, չնայած չեմ չորտ նեշուցիտ։ Հրաշքներն այսքանով ավարտվեցին, եկան տխուր պահերը։ Դե իհարկե, երբ խորհրդային արտադրության մեքենայի մատը խառն է, Բարսյալն էլ է տեղ անզոր լինում։ Մարգարավ Վանաձոր Տաշիր ճանապարհին ենք։ Իդեպ վերջին մի քանի շաբաթում մի քանի անգամ այստեղ այցելեցի, իսկ դա նշանակում է, որ այս ճանապարհը եւս ձեռք է բերում Մաոցուի համբավ։ Քուչակ գյուղի վարչական տարածքում, ինչպես տեսնում եք, իրար են բախվել Վոլվոն ու Զրովեցը։ Մեքենաների ստացած վնասվածքներից երևում է, որ գործ ունենք ճակատային բախման հետ, քանի որ թե Զրովեցի, թե Վոլվոյի առջևի հատվածներն են հիմնականում վնասված։ Վնասվածը որն է, պարզապես բացակայում են։ Իսկ դա նշանակում է, որ մեքենաներից մեկը էլի դուրս է եկել հանդիպակաց։ Երևի արագության գերազանցումից հետո խախտման այս ձևն է ամենատարածվածը։ Հիմա կանցնենք տխուր վիճակագրությանը։ Բախումն այնքան ուժգին է եղել, որ փրկարարները մեքենաներում գտնվածներին դուրս են բերել օգտագործելով հատուկ տեխնիկա, իսկ քիչ մարդ դուրս չեն բերել։ Վիրավորների թիվը 5-ն էր, որոնցից 2-ը անչափահաս էին։ Բոլորին տեղափոխել էին ապարանի հիվանդանոց։ Որոշ ժամանակ անց այնտեղից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացավ։ Անկեղծ ասած չունեմ տեղեկատվություն մյուսների առողջականի մասով։ Հուսամ ամեն ինչ լավ է, թեև վթարը իրոք սարսափելի է եղել։ Ոնց կորն տանումը չէ, հա։ Այնա տեղափոխում են Երևան 4-ին էլ։ Էս էլ արդեն Մավան ճանապարհի որակումը ստացած Երևան Երասխ M2 տրասը։ Ինչ խոսք, լավ ճանապարհ է։ Այսինքն հասկացաք, չէ, ինչով սկսեցինք։ Տեսանյութը դրանով էլ ավարտում ենք։ Նկատի ունեմ որակյալ ճանապարհներին վթարները, բայց այդ ճանապարհներն էլ են ունենում թաքնված վտանգներ։ Երբ երկար ժամանակ դրանց տիրություն չեն անում, կարող են գոյանալ փոսեր, որոնք անձրևի ժամանակ չեն երևում ու մտածելով, թե ընտիր ճանապարհը կարելի է ադրենալինի ծարավը լրացնել, վարորդը ընկնում է ծուղակը։ Անձրևի ձուն է գալի, սկսում են իրար մեջ մտնել։ Մի ճանշինին ասես այն փոստն եղեք կճղեն իրանց, կասեն փոսը, ջրափոսը ինչ կապ, ջուրը ինչ կապ, ճանապարհը փոս, անձրևը կուտակվում է։ Եվ խնդրեմ, Ford Transit-ը դուրս է գալիս երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվում ու գլխի վայր հայտնվում է դաշտում։ Դատելով մեքենայի կողքի արկղերից կարելի է եզրակացնել, որ հալալ քրտինքով ապրող գյուղացու մեքենա է։ Երևի տարել էր ապրանք հանձնել, որ ասում եմ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, ասում է քերիքա Գագո ջան։ Այդ ասացվածքը ամեն անգամ ասես, բա ինչ անեմ ժողովուրդ ջան։ Այդ ոչի մի քանի ասացվածք ուղարկեք Facebook-յան էջից, դրանք կօգտագործեմ։
Թերևս նկատեցիք, որ գլխի վեր շրջված մեքենայի կողքը ծածկված դիկ է։ Այո, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, եւս 2-ին մարմնական վնասվածքներով տեղափոխել էին Մասիս բժշկական կենտրոն։ Այս դեպքում ելն փրկարարները հատուկ տեխնիկա օգտագործել մահացածի մարմինը մեքենայից դուրս բերելու համար։ Ահավոր էր։ Ինչպես հետո պետք է պարզվեր, մահացածը Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Արայիկն էր։ Պարոնայք ճանապարհաշինարարներ, սարքեցիք, ապրեք։ Իսկ ով պետք է հետևի դրանց շահագործմանը։ Եթե Աստված մի արածցե նման դեպք լինի, հաստատ չեմ խնայելու, անուն առ անուն տալու եմ։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գործով զորանանք եւ առողջ հոգով ու լուսավոր մտքով առաջ շարժվենք։ Կհանդիպենք նոյեմբերի 9-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայ ազգին։